Բարի շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, ուրախ ենք այս առավոտ եւս ողջունել ձեզ եւ առաջարկում ենք, որպեսզի միանաք մեզ ու մեզ հետ միասին ունենաք լավ առավոտ։ Դե մենք ենք Սուրենը Սոնան Ալդրինեն, լավ տրամադրությունը ու ժպիտները այս առավոտը մեկնարկեց մեր եթերում առաջին ծրագրում եւ համոզված ենք, որ մոտակա ժամուկեսը միասին անցկացնելու ենք լավ տրամադրությամբ, ռիթմերով, ինֆորմացիայով, համեղություններով, դե ամանորյա նախապատրաստությամբ։ Ամեն դեպքում փորձեք այդ տրամադրությունն ունենալ, իսկ եթե մտածում եք, թե որտեղ փնտրել այդ տրամադրությունը, միանշանակ խորհուրդս ձեզ Big Christmas Market, որտեղ նաեւ ներկայացված է մեր գործընկերը Իջևանի գինու գործարանը, իր ամբողջ հետաքրքիր տեսականիով ամանորյա թարմ տրամադրությունը Իջևանի գինու գործարանի կողմից բրիզն է, որը ներկայացվելու է այս ամանորյա հրաշքը կատարելու համար։ Գիշերը 12 զարկերից առաջ բացում ենք բրիզը, փրփրուն այս հրաշալի գինին եւ պահում երազանքները։ Դե ամբողջ տեսականն էլ, ինչպես արդեն նշեցի, ու հետաքրքիր մատուցմամբ Big Christmas Market-ում ներկայացվել է Իջևանի գինու գործարանը։ Իդեպ տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 21-ը, բաց մի թողեք հնարավորությունը այցելելու եւ տոնական տրամադրություն ստանալու համար։ Իսկ մենք շարժվում ենք առաջ եւ առավոտը պետք է սկսել էներգիայով, իսկ էներգիա գտնում ենք իհարկե մարզասրահում։ Մարզվելու համար մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի այցելեք Ակվատեկ համալիր, քանի որ այն քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով։ Խմբային 3 տասնյակ մարզումներով Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը գտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք ATV առաջին ծրագրի եթերում ենք, ես քնարիքն եմ, հանդիսանում եմ Ակվատեկ սպորտային համալիրի պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը։ Այսօր մենք պիտի ձգումներ կատարենք։ Սիրելի հեռուստադիտողներ, առհասարակ կուզենամ շատ համառոտ ասել, ինչ կառուցվածք ունի ֆիթնեսյան պարապմունքը։ Այն պիտի ունենա նախավարժանք։ Նախավարժանքի ժամանակ մենք պետք է տաքացնենք մեր մարմինը այն աստիճան, որ վառվենք ներսում։ Հետո արդեն հիմնական աշխատանքը։ Փափկեցին մեր մկանները, սկսում ենք արդեն կորեկցիա կատարել։ Վերջում ամենակարևորը ձգումներն են։ Հա այսօր էլ ես ձեզ ցույց կտամ ձգումային մի քանի շատ կարևոր վարժություններ։ Այնպես որ հետո կպահպանեք սա եւ վստահ եմ ձեզ միշտ պետք է լինելու։ Սկսեցինք։ Սիրելի հեռուստադիտողներ, մեջքը մաքսիմալ ուղիղ։ Տեսեք, գալիս ենք այսպես սեղմումներով ուղղվում ենք։ Սեղմումներով ուղղվում ենք։ Սեղմումներով ուղղվում ենք, այնուհետև ոտքը ուղղվեց, ձգվում ենք, ոտնաթաթը դուրս և ներս, դուրս և ներս, դուրս և ներս, այսպես, ձեռքը դրեցինք, կրծքավանդակը բացում ենք, հայացքը դեպի առաստաղ, այնուհետև ձեռքը դնում ենք մեջքին և նորից պտտվում ենք, ձգվում ենք, ձգվում ենք, ձգվում ենք, ուղղվեցինք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, շատ զգուշությամբ, բնականաբար մի անգամից ձեզ մոտ չի ստացվի, ինչքան որ հնարավոր է փորձում ենք իջնել, այնուհետև ձգվում ենք, այնուհետև թեքությամբ, ուղղվեցինք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, ոտքը 90 աստիճան, եթե դուք մարզված եք, կարող ենք օգտագործել ահա այսպիսի հարմարավետ քառակուսիներ, տեսեք, դնում ենք ոտքի տակ, սիրելի հեռուստադիտողներ, ոտքը ընդունում է 90 աստիճան տեսք, հետևի ոտքը խորությամբ հետ, բայց եթե մարզված չեք, առանց սրա, ձգվեցինք, ձգվում ենք, ուղղվում ենք, նայում ենք վերը, ձգվում ենք, ուղղվում ենք, նայում ենք վերը, ձգվում ենք, ուղղվեցինք, սիրելի հեռուստադիտողներ, այնուհետև փորձում ենք ձգվել առաջ։ Հակառակ ձեռքն ենք ձգում առաջ և ուղղվում ենք։ Այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, օփ, դրեցինք ծունկը, ձգվում ենք, գալիս ենք առաջ։ Ուղղեցինք, այնուհետև տեսեք, ոտքը 90 աստիճան է, փորձում ենք գնալ դեպի արմունկները։
ասեմ ձեզ հրաշալի ձգումային վարժություն է։ Ես ինձ հիմա դրախտում եմ զգում, բայց քանի որ շատ ժամանակ չունենք, շարունակենք։ Այնուհետև նույն վարժությունները բնականաբար կկատարեք մյուս ոտքով։ Անցնենք առաջ։ Հաջորդ վարժությունը, տեսեք ցելի հեռուստադիտողներ, ես վերցրել եմ գնդակ։ Եթե դուք տանը գնդակ չունեք, չնայած այս գնդակ ունենալը շատ հեշտ է, այն կարելի է ձեռք բերել ցանկացած սպորտային խանութից։ Կարող եք բարձ օգտագործել ինչ-որ փափուկ բան։ Տեսեք, դնում ենք մեջքի կենտրոնական հատվածին, ոտքերը ուղիղ կախվում ենք։ Այսպես։ Ձեռքերը կարող եք հետ տանել, կարող եք չտանել, դա արդեն ձեր ընտրությունն է։ Պահում ենք մոտավորապես 32-ից 64 վայրկյան։ Սկզբում շատ դժվար կլինի, բայց հետո արդեն հավատացեք, շատ կհեշտանա։ Ֆանտաստիկ մեջքի ձգողական վարժություն է։ Ուղղվեցինք։ Սկզբում հնարավոր է նաև գլխապտույտներ չվախենաք։ Սկիզբը այդպեսին է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե սկսնակ եք, խուր չեմ տա սրանք օգտագործել, բայց եթե սկսնակ չեք եւ բաց եք, հավատացած եղեք, ֆանտաստիկ զգացողություն է եւ ֆանտաստիկ արդյունք։ Տեսեք, դրեցինք։ Ծունկը դնում ենք վրան, ոտքերը լայն բացում ենք, ահա, և սկսում ենք ձեզ սպանակումներ կատարել, առաջ և հետ։ Ահա, այնուհետև ոտքը ուղղում ենք կողք, ահա, և սկսում ենք ձեզ սպանակումներ կատարել և ձգվում ենք։ Եվ մյուս կողմից հաջորդը, տեսեք, երկու ծնկները դնում ենք, եթե նորից եմ կրկնում, եթե մարզված չեք, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք նույն վարժությունը կատարել առանց քառակուսիների։ Եվ նորից սկսում ենք զսպանակումներ կատարել։ Եվ նորից իջնում ենք, սիրելի հեռուստադիտողներ։ Իհարկե, ինչքան որ դա հնարավոր է եւ ինչքան կարող եք։ Հետո իհարկե, քիչ-քիչ կբացվեք։ Շաբաթը գոնե 3 անգամ տրամադրեք մարզումներին, եղեք ֆիզիկապես առողջ եւ էներգիայով լի։ Իսկ ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեք հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Այո, միշտ առողջ լինել, մարզվել ու եթե կա նպատակասլացություն, ապա մարզումները տանում են դեպի հաղթանակներ։ Այդպիսին են մեր հայրենակիցները, երբ ներկայանում են տարբեր մարզաձևերում եւ հաղթում։ Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Մոսկվայում մասնակցեց Jiu-Jitsu ACBGG 20 մրցաշարին։ Նա պարտության մատնեց ռուսաստանցի Մեհդի Բայդուլաևին, նվաճելով Աստղերի գոտի չեմպիոնական տիտղոսը։ Մեր հայրենակցին ողջունները մեր եւ իհարկե շնորհավորանքները։ Բրավո Արման, դու ժեղես։ Այո, Արմանի հաղթարշավը հաղթանակների սկսել է վաղուց 25 թվականին դրանք շատ էին, մենք մաղթում ենք, որ 26 թվականը նույնքան հաջողակ տարի լինի Արման ջան քեզ համար, ինչպես 25-ն էր։ Իսկ մենք մշտապես հպարտանում ենք այն բոլոր հաջողություններով, որոնք դու գրանցում ես։ Այո, եւ այսպես ես տեսա կադրը, ասեմ, որ Արմանի ողջունվածությունը այդ պահին, երբ որ հայտարարեց, որ ինքը հաղթել է, էմոցիաները, բրավո, միանշանակ շնորհավորանքներ մեր Արմանին Ծառուկյան ու մաղթենք հաջողություններ հետագայում արդեն հաջորդ տարում։ Այո, եւ շարժվում ենք առաջ ու առաջին ծրագրում, եթե սիրելի հեռուստադիտողներ անհանգստանում եք, թե որտեղ է խոհանոցի մեր բաժինը, ինչու համեղ առավոտվա մասին ոչ մի ակնարկ իմ եւ Սուրենի կողմից դեռ չկա, եկել է պահը։ Հենց հիմա ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, Ադրինե։ Բարի լույս, սիրուններս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, ժողովուրդ ջան, ողջունում եմ։ Ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում ու ասում եմ, իսկապես այսօր հաղորդման սկզբից ուզում եմ ձեզ ասեմ, որ ես ձեզ շատ եմ սիրում եւ ուրախ եմ, որ դուք մշտապես մեզ հետ եք առաջին ծրագրի հետ։ Ես այսօր ձեզ առաջարկել եմ շատ համեղ բանջարեղեն
կոլագենային մրգային աղցան, որը արտակարգ էներգիա է, վիտամինների պաշար է, այնպես որ կարծում եմ պետք է սա գրի առնեք եւ պատրաստեք եւ օրվա ընթացքում եւ հաջորդ օրերի ընթացքում եւ տոնական օրերին սա շատ հոյակապ, շատ թեթև, շատ էներգիավլի աղցան է եւ ինչ է պետք դրա համար մեզ ես այստեղ ունեմ կանաչիների միքս տարբերակ տարբեր կանաչիներ կան, եւ սպանախ կա, եւ հազարի տերևներ, թերթիկներ կան, եւ ռուկոլա կա, եւ հետաքրքիր ուրիշ հավելացումներ կան։ Եվ այս բոլորին մենք ավելացնելու ենք մրգային վիտամինների պաշարը, այստեղ ունենք նարինջ, կեղևը մաքրած արդեն ես նախապես պատրաստել եմ, ունենք մանդարին, ունենք նռան հատիկներ եւ ամենակարևոր բաղադրիչը ունենք խաշված բազուկ, որը շատ օգտակար է հատկապես այս ձմռան շրջանում ու այս ամենը մենք հավելելու ենք հոյակապ ընկույզով եւս մեկ վիտամինային եւ իմունային պաշար, որը օրգանիզմին մեր շատ անհրաժեշտ է եւ այս բոլորը համալրելու ենք մեր շատ սիրելի նռան օշարակով հենց Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը նռան օշարակը, որը հոյակապ համ կտա մեր այսօրվա աղցանին այնպես որ մնում եք մեզ հետ բայց չմոռանամ ասեմ, որ այս ամենին համալրելու ենք այս սպիտակուցը մենք ունենք պանրիկ, որը չամիջով է շատ համեղ է, մի խոսքով իդեալական աղցան է մեզ սպասվում, ես այս ամենին կարողադառնամ քիչ ավելի ուշ դուք մնում եք մեզ հետ, որովհետև այս պահին խոսքս փոխանցում եմ գործընկերներիս լինելու եւ բնականաբար այն բաղադրիչները, որոնք կան, թարմություն եւ տրամադրություն են հաղորդելու, այո։ Դե աշխարհը փոփոխվում է եւ նոր բաղադրիչներ ու բաղադրատոմսեր են ավելանում, այնպես ինչպես նորաձևության աշխարհն է շատ կտրուկ շտապում առաջ եւ փորձում ներկայանալ հետաքրքիր ձևերով։ Այնին ժամանակին նորաձևության արքաները Սոնա ներկայացնում էին, այսօր շատ է փոխվել եւ հենց հայտնի նորաձևության տները, ես միշտ օրինակ եմ բերում, այնինչ Բալենսիագան անում է ժամանակին, որպեսզի ներկայանա այդ կլասիկ կոստյումները, էլեգանտությունը, այսօր նրա նորաձևության տունը գլխի վայր շուռ է եկել եւ ներկայանում խելահեղ ֆանտաստիկ կերպարներով, որոնք նույնիսկ մտածելն է անհնար, բայց արի ու տես թե ինչեր են անում։ Խոշոր պրինտներով, խոշոր ակնոցներով, խոշոր ձևաչքներով եւ հենց կարծում Բալենսիագան էլ այս ամենը թրենդային է շարունակում պահել։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի մեր նորաձևության edge-ին հետևենք, միասին ծանոթանանք նորաձևության միտումներին, թրենդերին, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք առաջին ծրագիրը։ Ողջույն, ես Մանանան եմ, Դաֆնի բրենդի հիմնադիրը, շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից եւ այսօր մեր ուշադրության կենտրոնում են բաճկոնները։ Գիտեմ, որ շատերս չենք սիրում կրել ձմեռային բաճկոններ, բայց եղանակային պայմանները շատ հաճախ ստիպում են եւ ուզում եմ հավաստիացնել, որ հնարավոր է նաեւ շատ հետաքրքիր լուքեր ստանալ նաեւ ճիշտ ընտրված ձմեռային բաճկոնով։ Իսկ հիմա փորձենք հասկանալ ինչ միտումներ ունենք այս տարի։ Առաջինը, որ կուզեի առանձնացնել, որ տեսնում ենք նաեւ ցուցադրությունների ժամանակ եւ մաս մարքետում, դա օաձև ձևվածքն է, նույն ինքը օվալաձև ձևվածքը։ Օվալաձև ձևվածքը արդեն մի քանի սեզոն մեզ հետ է, բայց մենք այս տարի տեսնում ենք հենց բաճկոնների հարցում ակտիվացում այս ձևվածքի։ Դրանք կարելի է տեսնել եւ ցուցադրությունների ընթացքում եւ արդեն մաս մարքետում։ Այսպիսի տարբերակ առաջարկում են նաեւ Դաֆնին։ Այստեղ կարող եք ընտրել եւ միջին չափսը եւ երկար չափսը, հատկապես մաքսի տարբերակները շատ հետաքրքիր են դիտվում այս ձևվածքով։ Մյուս տրենդը, որ կուզեի առանձնացնել, դրանք կիմոնոյաձև բաճկոններն են, դրանք հիմնականում իրար վրա եկող, շատ հաճախ գոտիով կամ այլ հարմարանքով իրար միացող, իրար վրա եկող տարբերակներ են։ Այստեղ նույնպես երկարության հարցում կարող եք ընտրել եւ կարճ, եւ միջին եւ երկար տարբերակը։ Շատ հետաքրքիր տարբերակները առաջարկում են տարբեր բրենդներ եւ ինչպես միշտ Դաֆնին ունի իր տարբերակը։ Եվ ինչպես բոլոր պրոդուկտների դեպքում, այնպես է բաճկոնների դեպքում մենք ունենք սեղմ Իրանի թրենդ։ Այս էֆեկտը հաճախ ստացվում է ինչպես գոտիներով, այնպես էլ հատուկ մշակմամբ։ Եվ նորից պետք է խոսեմ մորթիներից, դրանք գիտեք ամենուր են եւ բաճկոնների դեպքում նույնպես ակտուալ են, բայց այստեղ կա մի նրբություն, եթե տարիներ առաջ մենք տեսնում էինք բաճկոնների դեպքում գլխարկների երիզները մորթիներով, ապա այս տարբերակը այլևս ակտուալ չէ։ Այժմ ակտուալ է հենց օձիքի հատվածում մորթի օգտագործումը, ինչպես արդեն նշել եմ, կարող եք ունենալ համապատասխան մորթի, որը կարող եք օգտագործել եւ բաճկոնների եւ վերաբաճկոնների եւ այլ պրոդուկտների
թիկունքների հետ։ Դաֆնին ունի տարբերակ, որը կարող եք կրել երկու տարբերակով եւ որպես մորթե վերարկու եւ որպես բաճկոն, որը ունի մորթյա օձիք։ Այստեղ մորթին կարող է լինել եւ բնական եւ ոչ։ Ինչպես տեսակ, մենք սահմանափակում չունենք բաճկոնների երկարության հետ կապված, կարող եք ընտրել եւ մաքսի տարբերակներ եւ միդի եւ կարճ, ինչպես ձեզ հարմար է, ուղղակի պահպանելով հիմնական կանոնները ձևացների, դրանք նույնպես շատ բազմազան են, ինչպես տեսակ, եւ ինչպես միշտ ես նշում եմ, այս տրենդները շատ հեշտ է տեղավորել ձեզ զգեստապարանում, եթե դուք ունեք հստակ ոճ։ Դե եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ բոլորիդ, սիրելիներս, հուսով եմ նախաճաշել եք եւ արդեն 1 գավաթ տաք սուրճով նստած եք հեռուստացույցի առջև, որպեսզի նայեք մեզ եւ իմանաք օրվա բաղադրատոմսը։ Ինչպես ասացի, այսօր պատրաստում ենք շատ համեղ վիտամինային աղցան, որի մեջ շատ բազմապիսի եւ մրգեր կան եւ բանջարեղեն։ Այստեղ ունենք կանաչիների միքս տարբերակ, մանդարին, նարինջ, նուռ եւ իհարկե բազուկ։ Բայց այս ամենը, որպեսզի ավելի համեղ դառնա եւ համալրվի ամբողջ վիտամինային փունջը, ավելացնելու ենք ընկույզ, ավելացնելու ենք պանրիկ եւ ամենավերջում ցողելու ենք նռան օշարակով։ Դե հիմա անցնենք գործի։ Այստեղ կանաչին է, մենք պետք է այն պարզապես ցողենք կիտրոնով, այստեղ կիտրոն ունենք, բայց սա ավելի ուշ։ Եթե հիմա կիտրոնով ցողենք, սիրելիներս, մի փոքր կանաչին իր տեսքը կկորցնի, դրա համար թողնենք սա ամենավերջում։ Հիմա մեզ պետք է ընդամենը ընկույզը տապակել, կարամելիզացնել, այսինքն մեզ պետք է թավա եւ պետք է շաքարավազ։ Ես շաքարավազ ահա դրել եմ այս կողմի վրա։ Եկեք փորձենք մի փոքր շաքարավազը հալեցնել եւ ընկույզը տապակել շաքարավազի մեջ։ Այսպես։ Մի փոքր հալչելուց հետո, սիրելիներս, ցանկության դեպքում կարող եք շատ քիչ, շատ աննշան այստեղ կարակ ավելացնել, որպեսզի ավելի այսպես սնուցող դառնա այս աղցանը, ավելի օգտակար դառնա այս աղցանը, բայց ամենևին պարտադիր պայման չէ, ցանկության դեպքում։ Ահա, սա թողնենք իրեն համար հանգիստ, ուրեմն տապակվի, մենք նախապատրաստենք բազուկը։ Բազուկի համար ինձ հաստատ պետք է լինելու ձեռնոց, այս պարագայում չենք կարող առանց ձեռնոցի, որովհետև մեր ձեռքերը կներկվեն։ Ահա։ Իմիջիայլոց ուզում եմ անդրադառնալ բազուկի պատրաստման տարբերակին, ինչ եմ արել ես, սիրելիներս։ Բազուկը եփել եմ միկրոալիքային վառարանում։ Ես խորհուրդ եմ տալիս հենց այդպես էլ անեք։ Երբ մենք ջրով ենք եփում բազուկը, ամբողջ վիտամինային այդ օգտակարությունը ուրեմն դուրս է գալիս հյութի մեջ։ Այսինքն այն համեղությունը, այն քաղցրությունը, որը հենց բազուկը ունի, ամբողջովին կորում է։ Դրա համար խորհուրդ եմ տալիս 1 տոպրակի մեջ դնել մաքրած բազուկը, նույնիսկ կարելի է անցքերով, այսպես պատարակաղով ծակել, դնել տոպրակի մեջ, դնել որևէ հրակայուն ամուր ամանի մեջ եւ տեղափոխել առանց հյութի, առանց հեղուկի, առանց ջրի, տեղափոխել միկրոալիքային վառարան եւ այդպես թողնել իրեն համար իր գոլորշիով կեփվի եւ դուք կզգաք տարբերությունը, թե ինչ հսկայական է ջրով եփված բազուկի համը եւ պարզապես այդպես եփված բազուկի համը։ Կամ եթե միկրոալիքային վառարանից չեք ուզում օգտվել, ապա սովորական ջեռոցում։ Այնպես որ այս խորհրդից, եթե ցանկություն կա, հետևեք։ Ողջույն։ Բարի լույս, ես մեկ անգամ բարի լույս։ Ես եկել եմ քեզ օգնեմ կամ խանգարեմ կախված իրավիճակից։
Հիմա կհասկանանք Սոնա ջան։ Շատ ձմեռային տրամադրություն է այստեղ, մանդարինների է շատ եմ սիրում եւ իրենք ձմռան բույր ունեն ինձ Խորհրդանիշ են համար, ասես, այո, ես համաձայն եմ քեզ հետ եւ իմիջիայլոց տեսքով շատ փոքրիկ են, բայց շատ քաղցր եւ համեղ են իմիջիայլոց։ Հիմա ես պետք է բազուկը մշակեմ, կխնդրեմ քեզ դանակ տասի ինձ։ Իսկ որ դանակն ես ուզում։ Արդեն այստեղ մենք համարյա թե այրվում ենք, այսպես ասած։ Ահա, Մեղմ ասած։ մեղմ ասած այրվում ենք, որովհետև ես բազուկի մասին երկար խոսելով մոռացա շաքարավազի մասին, բայց հոգ չէ, սա կթողնենք քիչ ավելի ուշ։ Ահա, մենք զբաղվենք բազուկի կտրատմամբ, այսպես, սիրելիներս ըստ ճաշակի, ինչպես կցանկանաք, կտրատելու տարբերակը կարելի է շատ սլայս տարբերակով կտրատել, այսինքն շատ բարակ, այնպես որ թափանցիկ մյուս կողմը երևա, կարելի է պարզապես քառակուսի խորանարդերի վերածել, որը ես հենց այդպես էլ կարծում եմ կանեմ, ավելի գեղեցիկ կդարձնի աղցանը։ Եվ ճիշտ եմ հասկանում, որ այս աղցանը կարող է նաև տոնական սեղանի զարդ լինել, որովհետև ես արդեն պատկերացնում եմ ինչքան գեղեցիկ է մատուցվելու։ Շատ ճիշտ ես ասում, գիտես ինչու գեղեցիկ կլինի, նաև շատ տեղին կլինի այս աղցանը, որովհետև ամբողջությամբ մաքրում է օրգանիզմը, այս բոլոր այո օգտակար ուրեմն մթերքները շատ տոքսիկ միջավայրից կմաքրի մեր օրգանիզմը, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման տոնական սեղանին, եթե ոչ առաջին երկրորդ օրը, ապա երրորդ օրվանից կարելի է օգտվել։ Հրաշալի խորհուրդ է, իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, ահա տեսնում եք, մենք այստեղ նաև սուրճ ենք պատրաստում, ձեզ էլ հորդորում եմ, որպեսզի սուրճը պատրաստեք եւ մեր հետ միասին վայելեք այս համեղությունը։ Տեսար սուրճի անուն լսեցի եկա։ Շատ լավ արեցիր, որովհետև սուրճը արդեն եփվում է, մենք հենց հիմա կլցնենք բաժակների մեջ եւ կճաշակենք։ Հերոստատիտողին ասեմ, որ բազուկը կտրատված է, պանիրը կտրատված է, պանրիկը, այսինքն քաղցր պանրիկը, որը չամիջով է, բայց ամբողջությամբ կալցի է, օգտակար կատնամթերք է մեր օրգանիզմի, հատկապես երեխաների համար։ Հիմա փորձենք մանդարինը հատիկավորել, որովհետև մեզ ինքը հենց այսպիսին է պետք, այսինքն կտորներով է պետք, իսկ ասեմ, որ նարինջը ես ամբողջությամբ իր թաղանթը մաքրել եմ, մաքուր վիճակում է նարինջը, այնպես որ հենց այդպես էլ դուք ուրեմն հետևեք իմ օրինակին։ Սա ամանորյա հերթական աղցաններից է։ Այո, մենք քիչ առաջ խոսեցինք դրա մասին, որ կարելի է այո տոնական սեղանին անպայման ունենալ այս աղցանը։ Ինչ լավ։ Դե եթե արդեն բոլորը այդպես մտածում են, հա, ավանդական ստոլիչնին պիտի լինի։ Այո։ Դե առանց դրա ոնց որ թե չի ստացվում, ամեն տարի մտածում ենք, այդ աղցանը այս տարի չենք անելու։ Բայց առաջինը հենց դա ենք անում։ Առաջինը դա ենք անում, որովհետև այս տարի շատ ինքը տրենդային ձևով է մատուցում։ Ես խոսք եմ տվել հերոստատիտողին։ Ես հերոստատիտողին խոսք եմ տվել, որ այդ տարբերակը մենք անպայման պատրաստելու ենք։ Վերջին տոնական օրերին մոտ արդեն մենք անպայման այդ աղցանը կպատրաստենք։ Ինքը process-ով բավականին իմիջիայլոց ասեմ երկար է տևելու, որովհետև գործողություն կա այնտեղ անելու, մենք պետք է խմոր պատրաստենք, հետո ստոլիչնի աղցանը լցնենք այդ խմորի մեջ ու ռուլետ պատրաստենք, ռոլի վերածենք։ Այնպես որ հետաքրքիրը դեռ արժևում է լինելու, սիրելիներս, դուք մնալու եք մշտապես առաջին ծրագրի հետ, որպեսզի տեսնեք ինչ է կատարվում այստեղ։ Համեղություններ են պատրաստում յուրաքանչյուր ամանորին ընդառաջ եւ բնականաբար այդ համեղությունները բոլորը ներկայացնում են սեփական բաղադրատոմսով։ Այս սրանից ոչ միտեղ չես կերել, ոչ մեկի տանես բլինչիկից չես փորձել, այս տոլմայից քաշի, սա ամենահամովն է։ Մինչև դուք այդ հարցի պատասխանները կգտնեք, մենք կունենանք կարճատև դադար, հետո կվերադառնանք ու կհասկանանք ինչը ինչով ենք խառնում։ Դե ինչ եւս մեկ անգամ բարի առավոտ շատ սիրելի հերոստատիտողներ։ Սիրելիներս արդեն պահն է հասել, որ պետք է իմի բերենք մեր այսօրվա օգտակար աղցանը։ Ահա այս ամանի մեջ ունենք միքս տարբերակը կանաչիների, ավելացնելու ենք բազուկը։ Մի քանի կտոր իհարկե կթողնենք վերջում ձևավորման համար։ Եվ այստեղ ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Որևէ այլ համեմունք չենք ավելացնում։ Ցանկության դեպքում կարող եք պարզապես մի փոքր աղ ավելացնել։
Այսպես փորձենք հենց այսպես ձեռքով խառնել։ Եվ այս ամենը տեղափոխենք արդեն մատուցման ամանի մեջ։ Ահա։ Սպիտակի եւ կանաչի համադրությունը այստեղ արդեն կարմիր գույնն էլ ավելացավ, շատ շքեղ է լինելու։ Հիմա ավելացնենք մեր ուրեմն թաղանթից մաքրած նարնջի կտորները։ Էլի մի քանի կտոր կթողնեմ ամենավերջում ձևավորման համար եւ իհարկե մանդարինի կտորները։ Այսպես առայժմ այս մի քանի ուրեմն հավաքածուն կթողնեմ ամենավերջում։ Հիմա ավելացնենք պանրիկի կտորները։ Այսպես շատ ձմեռային, շատ վիտամիններով հարուստ եւ օգտակար։ Սիրելիներս, առայժմ այսքանը, մնացած շտրիխները կշարունակենք հետո, որովհետև այստեղ դեռ պետք է ավելացնենք ընկույզը եւ զարդարենք մնացած մրգերով։ Էնպես որ շատ հետաքրքիր է լինելու, չմոռանանք, որ վերջում այս ամենը ցողելու ենք նռան օշարակով, էնպես որ մնում եք մեզ հետ։ Ես խոսքս պետք է փոխանցեմ գործընկերներից, որովհետև շատ լավ զրույց է սպասվում մեր հյուրերի հետ։ Շնորհակալություն շատ սիրելի Ադրինե, այո, համեղ խոհանոցից տեղափոխվում ենք ուժեղների սպորտ։ Ես դարձա Եվրոպայի չեմպիոն եւ Ամերիկայի։ Շատ արագ դարձար։ Շատ արագ։ Եվ այսպես, Հայաստանի powerlifting-ի հավաքականը 2025 մարզական տարվա վերջին հաղթական մրցելույթներն է ունեցել խոշոր մրցաշարում Լեհաստանի Շեդդեց քաղաքում XPC վարկածով powerlifting-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որին մասնակցում էր 14 երկրի ավելի քան 300 մարզիկների պայքարում։ Մեր հավաքականը տպավորիչ արդյունք գրանցեց, զբաղեցնելով թիմային երկրորդ տեղը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Գագիկ Սարոյանը, Հայաստանի Powerlifting Ֆեդերացիայի նախագահ, Powerlifting-ի միջազգային միության նախագահ, Հայաստանի Powerlifting-ի հավաքականի գլխավոր մարզիչ, դոցենտ, Գոռ Հովհաննիսյանը, Հայաստանի Powerlifting-ի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Հայկ Աֆյանը, Հայաստանի Powerlifting-ի Ֆեդերացիայի փոխնախագահ, բժիշկ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ես շատ արագ դարձա այս չեմպիոնը, բայց դուք այդպես արագ չէի, որովհետև այս ամեն ինչը լավ մարզումների շնորհիվ է դառնում, հա։ Հիմա խոսենք ու հասկանանք վերջին այս հաղթանակների մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Այս տարվա մրցույթները թե Եվրոպայի թե աշխարհի բավականին խոստումնալից էր եւ մեդալների հեղեղով վերադարձանք Հայաստան, բարձրացնելով Հայաստանի դրոշը, հնչեցնելով հիմնը։ Մարզաձևը տարիքային սահմանափակում չունի, ինչի եմ նշում, որովհետև այս տարի ունենք նաև 10 տարեկան մարզիկ եւ ունենք 65 տարեկան մարզիկ։ Օհո։ Այո, իդեմս Ռոբերտ Հովհաննիսյանի։ Իսկ փոքրը Արամայիս Ղազարյանը։ Սուրենը վերջին մրցաշարից է այս մեդալների կրում։ Սուրենի մեդալները մեկը Եվրոպայի առաջնությունն է XPC վարկածով եւ մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներից աշխարհի առաջնության։ Հրաշալի է։ Շատ արագ դարձա այս չեմպիոնը։ Բայց մի կարևոր փաստ նշենք, որ թե Եվրոպայի եւ թե աշխարհի առաջնություններին Հայաստանի մեր հավաքականը զբաղեցել է երկրորդ պատվավոր տեղը։ Մոտ 29 երկրների մրցապայքարում, ինչը իստումա անհասկանալի ու բարձրագույն արժեք է, որը մենք մշտապես փորձում ենք այդ մակարդակը պահենք ու մեր երկրի պատիվը բարձր պահենք։ Մենք իհարկե շնորհավորում ենք, բայց չենք զարմանում, որովհետև մշտապես մեր տաղավար գալիս եք մեծ հաղթանակներով։ Եվ հիմա, քանի որ 25 թվականի ավարտին ենք մոտենում, ամփոփելով տարին, ինչպիսին էր ձեզ համար եւ ինչ հաղթանակներ գրանցեցիք տարվա կտրվածքով։ Տարին շատ բեղուն էր։ Տարվա ընթացքում մենք թե աշխարհի Եվրոպայի եւ թե միջազգային առաջնությունների ենք մասնակցել երկրներում, ինչպես նաեւ եղել են Հայաստանի առաջնությունները թե եռամարտից եւ թե առանձին վարություններից ու բազմաթիվ ռեկորդներ են գրացել։ Եթե խոսենք Հայաստանի առաջնություններից, մեր պատանիները ուղղակի շքեղ մրցելույթներ են ցույց տալիս,
կոնկրետ վերջում դեկտեմբերի 13-ին եւ 14-ին մենք եզրափակեցինք եղավ VRPF վարկածով Հայաստանի առաջնությունը, որտեղ եղավ 8 պատանիների ռեկորդ, 2 մեծահասակների, ինչը բարձր արդյունք է, դա ցույց է տալիս թե մեր մարզիկների քրտնաջան աշխատանքը եւ թե ճիշտ ուղղվածությամբ աշխատանքը, որը կատարում է ֆեդերացիան։ Իսկ դրսում, ինչպես նշեցի, աշխարհի Եվրոպայի առաջնություններում զբաղեցել ենք թիմային երկրորդ տեղը, եղել են բազմաթիվ ռեկորդներ, մեր փոխնախագահ Հայկ Աֆյանը ռեկորդ էր գրանցել Եվրոպայի առաջնությանը ու մի քանի ռեկորդ, ոչ թե մեկը, թե առանձին վարություններից եւ թե եռամարտից եւ օրինակելի իհարկե մրցելույթ է ցույց տվել։ Իսկ աշխարհի առաջնությանը նույնպես բավականին բարձր արդյունքներ են գրանցել, ուղղակի sense կարճ ասեմ, եթե խոսեմ ձեր եղել է Լեհաստանում ենք եղել, Ամերիկայում, Չեխիայում, Իտալիայում, Վրաստանում, նորից վերջում արդեն Լեհաստանում, ու վերադարձել ենք Հայաստան։ Ես նկատում Սուրեն այս մեդալներով լրիվ փոխվեց արդեն, ասես շատ աստղային է իրեն պահում։ Ռեկորդակիր լինելու զգացողությունը ինչպիսին է, ռեկորդակիր լինելը, դա ինչ զգացողություն է։ Զգացողությունը իհարկե շատ հաճելի է, շատ ցանկալի է դա, իրականում հասկանում ես, որ դրա տակ աշխատանք կա տարված, ու երբ որ աշխատանքի արդյունքը տալիս է, բնականաբար մեծ բավականություն է։ Ինչպես նշեցին իմ գոլեգաները, այո, առաջնությունները բավականին հագեցված էր այս տարին։ Ես կուզեմ առանձնացնեմ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած առաջնությունը, որ բավականին բուրըն ու հետաքրքիր էր, ու ինչով էր տպավորիչ, որ մենք այդ անգամ թիմը մի քիչ ավելի քիչ քանակով էինք գնացել, բայց տեղում բավականին մեծ ջերմ ընդունելություն մեր հանդեպ զգացինք եւ ինչպես ասում հանդիսատեսները նույնպես առանձնացնում էին մեր թիմը, բավականին հաջող էր։ Իմ ձերքին ձեր սերտիֆիկատն է, ռեկորդակիր դառնալու։ Ռեկորդին են մյուսն է, դա աշխարհի։ Ռեկորդը այս մյուսն է։ Դա Ամերիկայինն է։ Փաստերով բոլորը սիրելի հեռուստադիտողներ, Այո, արցանագրված է ամեն ինչ, այնպես որ բրավո մեր մարզիկներին։ Եկեք հասկանանք 25 այսպես հաղթանակներով ենք ավարտում, 26-ի ակնկալիքները որն են, ինչեր են սպասվում, արդյոք տարվա սկիզբը արդեն իսկ մրցումային է լինելու։ Փետրվար ամսից պետք է մասնակցենք բավականին լուրջ մրցաշարի, որը տեղի ունենալու նորից Լեհաստանում, որտեղ արդեն ընդգրկվում է հավաքականի եւ կազմավորում է հավաքականի կազմը, որտեղ կմասնակցեն, կոչվում է ֆեստիվալ, մեծ ֆեստիվալ ուժային մարզաձևերի, եւ մենք հրավեր ենք ստանում, պահանջարկը մեր կա աշխարհում, քանի որ մենք ոչ թե ինձ թվում է, այլ մենք ամենաուժեղներից մեկն ենք աշխարհում եւ Եվրոպայում։ Դրա համար դուք տենում եք տարեվերջյան մեր մեդալների հոսքը դեպի Հայաստան։ Հա։ Ստու ոչ ոքի բան չեք թողել ընդեղ։ Որից հետո Իսպանիայում տեղի ունենալու XPC վարկածով Arnold Classic ամենամեծ աշխարհի մրցումը, որտեղ խաղարկվում է ճշացող չլինի $50,000, որը գալու է Հայաստան։ Որը գալու է Հայաստան։ Դա երբ գալու է Հայաստան։ Ամռանը, հուլիս ամսին։ Ինչ լավ է։ Ես ամառ հուլիսին ազատ եմ եւ կարող եմ գալ, այո։ Չմասնակցելուց բացի լուսաբանել են դեռ։ Իսպանիա շատ քիչ անջում իհարկե։ Այդ մրցաշարին պատրաստվում է 1 հոգի, Սպիտակից Ռուդիկ Ավդալյանը, որովհետեւ ինքը բավականին ծանր պարապմունքներ է պահանջվում։ Որից հետո հավաքականը կազմավորվի, կմեկնի նորից Ամերիկա, կմասնակցի աշխարհի առաջնության, նպատակ կա, որ ռեկորդներով կվերադառնանք եւ այդպես շարունակ։ Իտալիայում ունենք մրցաշար, Դուբայում ունենք մրցաշար, հովանավորները թող պատրաստվեն մեր, որպեսզի շատ լավ է ասած։ Զիգբային իրաց։ Այո, ինչի՞ չդարա պարոլիֆտինգի։ Ես էլ այսպես աշխարհով մեկ կպծծվեի ու Դու բոլոր շանսերը ունես։ բոլորն ունեմ, չէ՞, նույնիսկ մեդալներ։ Մենք ձեզ կհովանավորենք, եթե դուք ցանկություն կունենաք։ Այդ առումով մեջբերում անեմ, երբեք ուշ չի, որովհետև ինչպես նշեց մեր պարոն Սարոյանը, տարիքային սահմանափակում ընդհանրապես չկա։ Ցանկություն եւ կամք։ Այո, ցանկություն կամք, աշխատասիրություն ու շատ մարզումներ։ Մենք ձեզ մաղթում ենք անսահման հաջողություն։ Գիտեք, միշտ ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու, հաղթանակների համար, մարզումների համար, ինֆորմացիայի համար միշտ պատրաստ ենք այս ամենը լուսաբանելու։ Այնպես որ շնորհակալություն, որ այս առավոտ մեզ մոտ եք, ու շնորհակալություն այս հաղթանակների համար, այս մեդալների համար, մրցանակների համար։ Սպասում ենք ձեզ, այո, եւ էլի։ Եվ հարկ եմ համարում նշել, որ ֆեդերացիան ունի պայմանագիր Արմնադոյի հետ, հակադոպինգային գործակալության հետ, ամեն տարի
տարին մի քանի անգամ մեր մարզիկները միջազգային մրցաշարերից առաջ հանձնում են դոպինգ տեստ։ Կարևոր բան։ Շատ կարևոր բան, այո, եւ մեր հայաստանյան առաջնությունների ժամանակ իրենք ներկայ են գտնվում եւ նորից ուժեղագույններից, ռեկորդսմեններից վեկալում են տեստ, որպեսզի ստուգեն մեր մաքրությունը պահենք։ Մենք ազնիվ ենք եւ մեր մարզումներում եւ մեր հաղթանակներում։ Շատ լավ է։ Այն արտահայտությունը, այսինքն որ մի հատ տվել եմ արտահայտությունը, կարծում եմ ուժեղների մոտ շատ էսպես արդիական է։ Երբեք չգնաք նրանց մոտ այդ արտահայտությունն ասելուց հետո, երբ որ կասեն։ Պարզապես վայելեք նրանց հաղթանակները։ Շնորհակալություն ձեզ ու հաջողություններ։ Շնորհակալություն ձեզ։ Դե մարզումները տալիս են հաղթանակներ եւ նաեւ առողջություն։ Մշտապես հետևելով առողջությանը մարզվեք, շատ քայլեք, գնացեք մարզասրաններ կամ պարզապես այցելեք բժիշկներին ուղղակի պրոֆիլակտիկ հետևելու ձեր առողջությանը։ Բժշկական խորհուրդները Սոնա Կլինի հիմա մեր եթեր։ Էսթետիկ բժշկության մեջ ապարատային կոսմետոլոգիան 21-րդ դարում վերել կապրեց, որը բնականաբար այսօր էլ զարգանում է։ Smart lifting, ինչ է իրենից ներկայացնում smart lifting-ը, որ այդքան խոսում են այն սարքերը, որոնք կարող են իրականացնել smart lifting-ը։ Դա HIFU տեխնոլոգիան է, որը իրենից ներկայացնում է բարձր ինտենսիվականության ֆոկուսավորված ուլտրաձայնային ճառագայթներ, որոնք սելեկտիվ ընտրողաբար ազդում են այն հյուսվածքի, այն շերտի, այն խորության վրա, որը մենք դնում ենք։ Smart lifting-ը իրենից ներկայացնում է superficial muscle aponeurotic system, մակերեսային մկանային ապանևրոտիկ համակարգն է, որը մեզ տալիս է դեմքի մկանային կարկաս։ Բնականաբար, երբ սմասը, այդ մկանային կարկասը թուլանում է տարիների ընթացքում, դեմքը սկսում է իջել եւ մենք տեսնում ենք գրավիտացիոն պտոզի երևույթները, ծերացման երևույթները։ Smart lifting-ը իրականացվում է վիրահատական որպես այդպիսին մեթոդով, բայց HIFU տեխնոլոգիան ալտերնատիվ տարբերակն էր, հեղափոխություն արեց էսթետիկ բժշկության մեջ եւ այն հավասարազոր է վիրահատական միջամտությանը։ Այս դեպքում մենք աշխատում ենք ապանևրոտիկ սիստեմի այդ մկանային համակարգի վրա եւ առաջացնելով այնտեղ բարձր ջերմային ազդեցություններ, կետիկային այրվածքներ, ուլտրաձայնի միջոցով մենք կարողանում ենք ստանալ սպիացումներ եւ մկանային լոսկուտի ձգում, որի արդյունքում ունենում ենք մկանների կրճատում, մկանային լոսկուտի կրճատում եւ բնականաբար դեմքի հյուսվածքների ավելի վերև բարձրացում, lifting effect։ HIFU տեխնոլոգիան ներկայացվում է մի շարք սարքերի միջոցով, մասնավորապես մենք այսօր այն իրականացնում ենք Altera սարքի միջոցով, որտեղ ունենք 3 չափսի խորություն դեմքի վրա աշխատելուց, 4.5 մմ, որը հենց հասնում է մինչև SMAS համակարգ, մկանային համակարգ, 3 մմ, որը հասնում է մինչև ենթամաշկային ճարպային համակարգ, որի դեպքում մենք կարող ենք վերացնել այն անցանկալի ճարպային կուտակումները դեմքի շրջանում, որոնք առաջանում են դեֆորմատիվ ծերացման ժամանակ, եւ իհարկե այն քայքայվելով, լիպոլիզի ենթարկելով ունենում ենք այդ ճարպային շերտերից ձերբազատում։ Եվ երրորդ շերտը դա 1.5 մմ խորությունն է, որը իրենից ներկայացնում է բուն մաշկ։ Եվ բուն մաշկի մեջ ուլտրաձայնային ճառագայթները ազդելով առաջացնում են կոլագենի քայքայում, որի արդյունքում 3 շաբաթից հետո սկսում է նոր կոլագենի սինթեզ, որն էլ ավարտվում է մինչև 2 ամիս հետո։ Smart lifting-ի արդյունքը տեսնելու ենք HIFU տեխնոլոգիայով մինչև 3 ամիս հետո նոր սկսում է արդյունքը երևալ, որովհետև շարակցական հյուսվածքի ձևավորումը վերջանում է 3 ամիս հետո եւ այն կարող է շարունակվել մինչև 2.5-3 տարի։ Պրոցեդուրան իրականացվում է տարին 1 անգամ, կարելի է բնականաբար այն կատարել որքան ուզեք։ Տարիքային սահմանափակում իհարկե ունենք։ Smart lifting-ը ցուցված է դեֆորմատիվ ծերացող դեմքի տեսակներին եւ այն հակացուցված է մանրկնճռային հոգնած տեսակի ծերացող դեմքի համար։ Ահա դուք տեսնում եք, թե ինչպես մենք հատուկ ապակու վրա, որը ունի 4.5 մմ խորություն, հաստություն, տեսնում ենք, թե ինչպես վերին շերտը, որտեղ ներթափանցեց ուրեմն ուլտրաձայնային ճառագայթները, այսպես կարի մեքենայի նման, վերին շերտը ապակու բացարձակապես հարթ է, իսկ այն ստորին շերտը 4.5
մմ խորության վրա անհարթ է, այսինքն ճառագայթը այրել է այն հատվածը, որտեղ մենք դրել ենք այդ խորության գլխիկը։ Եվ իհարկե 6 շարք միանգամից կարելով կոպիտ ասած մենք գնում հասնում ենք մինչև մեր ուզած խորությունը։ Հայֆու տեխնոլոգիան 21-րդ դարի կարող եմ ասել ապարատային միջամտություններից առաջատարն է, այն օգտագործվում է ոչ միայն էսթետիկայում, այլ նաև գինեկոլոգիայում ունի մեծ օգտագործում։ Ամենակարևորը ալտերան իրականացնելուց հետո մենք չունենք արևից վախ, ցանկացած տարվա եղանակին այն կարելի է իրականացնել, պրոցեդուրայից հետո չունենք որևէ տրավմատիկ արդյունք մաշկի վրա, մենք չունենք ոչ մի հետք մաշկի վրա։ Պրոցեդուրան իրականացնելուց հետո հաճախորդը կարող է գնալ զբաղվել իր կենսակերպով։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ խոսելու ենք շատ հետաքրքիր իրադարձության մասին եւ այսպես այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի տոնական համերգը։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմավորման 25-ամյակի շրջանակում։ Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը, համերգի մենակատարն է Ռազմիկ Բաղդասարյանը եւ Մավր Մկրտչյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ դուք։ Շատ լավ ենք։ Շատ հետաքրքիր իրադարձություն է այսօր սպասվում։ Ինչ է վայելելու հանդիսատեսը եւ ինչ է ներառված արդեն ծրագրում։ Հանդիսատեսը վայելելու է այսօր մի քանի առաջի կատարում կամ միջազգային լեզվով ասած մի քանի պրեմիերա ասելով դրանք Կարեն Անանյան կոմպոզիտոր եւ դաշնակահար հիանալի Կարեն Անանյանի ժողովրդական մի քանի երգերի մշակումներն են մեր զուգահեռ մենք ունենանք Ռոբերտ Մլքյանի մեր գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքյանի հիանալի էլի ժողովրդական երգերի մշակումները կունենանք իհարկե դա որպես պարտադիր պայման Կոմիտասի մի քանի տոնական հետաքրքիր կատարումներ եւ նաեւ որպես անակնկալ էլի կունենանք առաջի կատարում Ռոբերտ Ամիխայանի մի տոնական հետաքրքիր խմբերգ։ Մի խոսքով համերգը տոնական է, շատ գեղեցիկ, շատ թեթև եւ տոնական է նաեւ նրանով, որ մասնակցում են այնպիսի հիանալի մենակատարներ, ինչպիսին են Ռազմիկ Բաղդասարյանը, Մավր Մկրտչյանը, Բացակայ Ափսոս, Վրեժ Ղարիբյան, Սոֆիա Սայաթյան, մի խոսքով մենք հիանալի մենակատարներ ունենք, ճիշտ է իրենք երգչախմբի կազմում են, բայց արդեն իսկ հասարակության լայն շերտերին շատ հայտնի եւ սիրված, այսպես ասած։ Սա տարվա ամփոփիչն է։ Ամփոփիչն է, այո, տոնական։ Շատ լավ։ Դե մենակատարներն ինչ կասեն այս ծրագրի հետ կապված։ Ինչքան լավ բան կա պիտի ասեն։ Բնականաբար։ Պատասխանատվությունը Գեղեցիկ համերգ, գեղեցիկ ստացված համերգ, ամանորյա, ասեց պարոն Արաբյան արդեն ինչ հրաշալի մշակումներ են այնտեղ ժողովրդական երգերի լինելու։ Մենք էլ փորձելու ենք այնպես անել, որ ժողովուրդը շատ գոհ վերադառնա տուն։ Գիտեք, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ու Ռոբերտ Մլքյանի հետ երգելը դա երևի մեծագույն երջանկություններից է եւ իմ եւ ընկերոջս Ռազմիկին բախտվիճակվել է երկար տարիներ ապրել, աշխատել, երգել այս երգչախմբի հետ եւ այսօրվա համերգը նաեւ նրանով է առանձնահատուկ, որ մենք վայելել ենք երգեր, որոնք բարձրաճաշակ են բոլորի մասներով, բայց նաեւ տոնական է, այսինքն մի քանի ոնց որ համեմված են մի քանի լավ բաներ համեմված են մի համերգի մեջ եւ դրա համար կարծում եմ որ արդյոք բաց պետք չի թողնել այս համերգին ներկա գտնվելու։
Քանի որ այսօր արդեն դեկտեմբերի 18-ն է եւ կամած տարին մոտենում է իր ավարտին, ինձ հետաքրքիր է 25 թվականը ինչպիսին էր կամերային երգչախմբի համար, ինչ հաջողություններ գրանցեցիք, ինչքան գործեր հասցրիք անել։ Բավականի արդյունավետ տարի ունեցանք, մենք հատկապես ասվեց արդեն երգչախմբի կազմավորման 25-րդ տարեդարձն էր եւ մեր բոլոր համերգները անցնում էին այդ վերտարության տակ։ Մենք ունեցանք Շարլի շատ գեղեցիկ եւ էլի ներկա են մեր լավագույն կատարողները, մենակատարներ իբրև Շարլի շատ ուրույն ձևով ներկայացրեցին Շարլի երգերը։ Մենք սկզբի համար ունենք մի համերգ, բայց այնպես էր, որ ստիպված էինք 4-րդ համերգը կրկնել փոքրիկ փոփոխություններով, բայց որտեվ ազատ տեղ չէր լինում դահլիճում։ Ունեցանք նաև փառատոն, երկու փառատոն Իտալիայում եւ Հունաստանի հոգևոր Պատմոս կղզում, որտեղ հիանալի արդյունք ունեցանք, երկու տեղերում էլ իհարկե կազմակերպչական կենտրոնը Վենետիկն էր, երկու փառատոնների, այդ հոգևոր փառատոնների եւ անմիջապես ասեմ, որ արդեն իսկ 26 թվին մենք արդեն ունենք մայիսին հրավեր Իտալիայի մի քանի քաղաքներում էլի ներկայացնելու եւ Կոմիտասի պատարագը եւ հոգևոր եւ միջնադարյան եւ արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այսպես ասած։ Այ երաժշտությունը արվեստը լեզու չունի, հա, եւ որևիցե մի լեզվանտանիքի չի պատկանում, ընդհանուր է համամարտկային է։ Ինձ հետաքրքիր է, երբ որ օտար հողի վրա ներկայացնում եք մեր հոգևոր երաժշտությունը ու այս ամեն ինչը եւ գնում հասնում է հասցեատերերին, ովքեր նստած են այդ բան։ Ինչպիսին են նրանց տպավորությունները, որովհետեւ ամեն անգամ շատ մարդիկ օտար ազգի միշտ ասում են, չենք հասկանում ինչ են երգում, բայց չենք կարողանում զսպել մեր էմոցիաները։ Ես ես մի անգամ կներեք ասեմ, որ իրանց համար հատկապես մեր միջնադարյանը հոգևորը եւ ժամանակակիցը իրանց համար լրիվ նոր աշխարհ է, շատ տարբեր է իրենց համար եւ մեծ զգացողություններ են ունենում եւ որպես օրինակ ասեմ, որ երբ որ Կոմիտասի 140-ամյակը մենք նշեցինք Փարիզում, Սեն Լուի տաճարում, այնտեղ 90% տեղի ֆրանսիացիներ էին ունկնդիրները եւ մինչ այդ համերգը ես խոսում էինք գազམ་ակերպիչների հետ, որ ասում էին արդյոք երկու բաժին կկարողանան ժողովուրդը Կոմիտաս լսել, բայց ժողովուրդը ոտքի վրա բաց չէր թողնում, երգչախմբին բաց չէր թողնում ուղղակի, սա մոտավոր պատասխանն է ձեր հարցին։ Կներես ես քեզ։ Իրականում պարոն Արաբյանը ասեց այն, ինչ ես ուզում էի ասեի, թիվ 1 հաղթաթուղթը արտերկրում հիմնականում սա Կոմիտասն եւ մեր միջնադարյան տաղերն ու շարականները եւ չի եղել այնպիսի մի դեպք, որտեղ չերքենք Կոմիտաս եւ հանդիսատեսը ուղղակի կլանված եւ այնց որ իրան դուրս չկա։ Դրա համար ցավոք սրտի այսօր հավատացեք, Հայաստանում այդքան չեն հասկանում Կոմիտաս ինչքան դրսում։ Այո, ապշած լսում են միշտ։ Եվ դրանով մենք դրանով ենք հենց տարբերվում, որ կարողանում ենք ներկայացնել ինչ-որ մի բան, որ իրենց համար նոր է։ Դա նոր է իրենց համար, նոր հնչերանգներ են, նոր մտածողություն է երաժշտական, որը որ իսկապես շատ հետաքրքիր է օտարուն կնդրին։ Ժամանակակից աշխարհում հիմա ինչ որ բանով դժվար է զարմացնել, բայց հաստատ հոգևոր մշակույթով միանշանակ մենք աշխարհում հասելիք մեծ ունենք եւ փորձում ենք դա անել հիմա։ Քանի որ երգչախմբի համար տարին հասկացանք հոբելյանական եւ շատ հագեցած էր, ձեր համար էլ կուզեմ մի փոքր պատմեք ինչպիսին էր տարին եւ ինչ հասցրիք անել։ Շատ հագեցած, շատ դե ինչպես ասեց Մավրը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ երգելը մեծ հաճույք է, մեծագույն հաճույք է իսկապես, որովհետև մենք ամեն օր իրենից սովորում ենք
նոր բաներ, սովորում ենք նոր երաժշտական ճիշտ մտածողություն, երաժշտական մեկնաբանություն եւ այդ համերգները իսկապես շատ հաճելի են անցնում, թե ոչ միայն ունկնդրի համար, նաեւ մեր համար բեմի վրա, որովհետեւ իսկապես շատ հաճելի է երգել իր ղեկավարությամբ։ Անկեղծ ասած, այս տարին իմ համար շատ բուրն է անցել։ Թե անձնական, թե համերգային, ասել որ ծնվեց աղջիկս, դա ամենամեծ սխալն էր իմ համար։ Ունեցա մայիսին մենահամերգ Արամ Խաչատրյանում, ունեցա համերգներ արտերկրի տարբեր երկրներում, Հայաստանում շատ մի խոսքով շատ բուրներ այս տարին, նոր գործեր։ Այս տարի արդեն չէ, եկող տարի արդեն տեղափոխվեց, եկող տարի էլի պլանավորվում է մի շարք, մի խոսքով տարին կարելի ասել շատ այսպես բուրներ եւ պեղումնալ։ Դե արդեն այսօր երեկոն դեռ ունեք, այո։ Եթե այդպես վերցնենք, դեռ մեկ հավեր երեկոն, այո։ Այսօր արդեն եզրափակում ենք։ Հասկացանք, որ 26 թվականին իհարկե նախապատրաստում են, հա, որոշակի արդեն հյուրախաղեր կան, բան, իսկ ընդհանուր քաղաքականությամբ, եթե վերցնենք կամերային երգչախմբի շեշտադրումը, որն է լինելու 2026 թվականին, այ ինչ ծրագիր է նախապատրաստված ընդհանուր ռեպերտուարի մեջ, ներկայացման մեջ։ Իհարկե շատ մեծ է ռեպերտուարը երգացանկը, շատ հայտաբղեր մեծ, բայց ամեն դեպքում մեր հիմնական առաքելությունը ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք այս 2026-ին նախատեսում ենք ներկայացնել օրինակ Դավիթ Հալաջյան, շվեյցարահայ կոմպոզիտոր, բայց իհարկե նա ծնունդով Հայաստանից է, ապրում է երկար տարիներ, բայց շատ հայկական են նրա արմատները, երաժշտությունը շատ հայկական են եւ մենք Ռոբերտ Մալքերյանի գլխավորությամբ եւ իր նախաձեռնությամբ հաճույքով փորձում ենք ներկայացնել այդ ստեղծագործությունները, հիմնական մեխը, բայց նաեւ իհարկե էլի հայ կոմպոզիտորների չկատարված ստեղծագործություններ, թեկուզ հայ դեպ ես մոռացա ասեմ, որ այսօր շատ գեղեցիկ մշակումներ ունի նաև Կարեն Անանյանի մշակմամբ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները երգչախմբի համար, որ կոչվում է ֆանտազիա պոպուրի, այսպես ասած, հավաքածու տարբեր ստեղծագործություններից, բալետներից շատ գեղեցիկ ստեղծագործություն է, ես մոռացա սկզբից ասեմ, որտեղ շատ առանցքային ստեղծագործություն է իսկապես։ Հիանալի է, մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ ու ինչպիսին որ բուրն էր, հա, 2025-ը թող այդպիսի աշխատանքային բուրըն տարբերակով ընթանա նաև 26 թվականը եւ նորից բարբերաբար սիրով կհյուրընկալենք ձեզ ներկայացնելու արդեն նոր ձեռքբերումները, նոր իհարկե հաջողությունները եւ ծափահարությունների արձագանքը։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել նաև արևոք բացիկները, որտեղ ամանորյա շնորհավորանքներ են սիրելի մարդկանց համար, այսինքն նվերների հետ միասին նվիրեք նաև այս բացիկները, որոնք արտահայտում են իրենց էմոցիաները։ Շնորհակալ ենք ձեզ եւ մաղթենք ձեզ հաջողություններ։ Եվ երեկոն հրաշալի ամենեք մաղթում։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Մենք ենք Շնորհակալ ենք։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե ինչ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը եւ իհարկե մատուցում ենք մեր օրվա բաղադրատոմսը։ Ես չհամբերեցի ճիշտն ասած, մի քանի շտրիխ թողել էի վերջում, բայց չհամբերեցի, ցանկացա որպեսի հասցնեմ ժամանակի մեջ տեղավորվել եւ մատուցել շատ գեղեցիկ, ընդամենը մի քանի նռան հատիկ եմ թողել, որ ամբողջությամբ պետք է ավելացնենք մեր օրվա համեղ, օգտակար, էներգիայով լի աղցանին, ահա, այստեղ լցնեմ այս ամենը, սա թողնեմ մի կողմի վրա եւ իհարկե մեր ընկույզը, որը շաքարավազով մի փոքր տապակեցինք, եկեք ընկույզները եւս լցնենք մեր աղցանի վրա եւ ավելացնենք այստեղ նռան օշարակը։ Սիրելիներս խորհուրդ եմ տալիս անպայման այս աղցանը պատրաստեք, որովհետև հաստատ վստահեցնում եմ շատ եք հավանելու։ Եկեք փորձենք գեղեցիկ դասավորել, ահա,
Այսպես, ահա, եւ իհարկե ցողենք նրան օշարակով։ Անմահական է ստացվելու համը, ես վստահեցնում եմ ու խորհուրդ եմ տալիս անպայման փորձեք այս գեղեցկությունը։ Ահա տեսեք, ինչպիսի տեսք ունի եւ ինչպիսի հարստություն կարելի ասել, ես այսպես կարող եմ բոլոր կողմերից շրջել, որպիսի դուք տեսնեք ինչքան գեղեցիկ է։ Եվ իհարկե խորհուրդ եմ տալիս պատրաստեք, վայելեք, ճաշակեք ընտանիքի բոլոր անդամներով։ Ես շատ սիրում եմ ձեզ եւ ասում եմ ձեզ լավ նայեք, հետևեք ձեր առողջությանը եւ իհարկե մշտապես մնացեք մեզ հետ։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, այո, ինչպես խոստացել ենք, աղցանը շատ տոնական սեղանի համար ստացվեց եւ տեսքը եւ վստահ եմ նաեւ համը անմահական է լինելու։ Դե տոնական սեղանը համալրելու համար պետք է նաև այնտեղ լինի բրիզը, ռոզե փրփրուն գինին, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, իդեպ Իջևանի գինու գործարանը նաև այս օրերին ներկայացված է Big Christmas Market-ում, որը անցկացվում է Մերիդիան կենտրոնում։ Ասեմ, որ այնտեղ բավականին հետաքրքիր է, կարող եք ամանորյա գեղեցիկ գնումներ կատարել եւ իհարկե նվերներ, Իջևանի գինու գործարանն էլ իր գեղեցիկ նվերները այս հետաքրքիր տրամադրությամբ կմատուցի բոլորին, այնպես որ լավ հրաշալի տրամադրություն նաև այնտեղ կարող եք գտնել։ Եվ տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 21-ը, բաց մի թողեք հնարավորություն այցելելու եւ տոնական տրամադրություն ստանալու համար։ Դե քանի որ նաև մենք խոսեցինք Big Christmas Market-ից, ես ուզում եմ նշել անպայման, որ նաև այնտեղ ներկայացված են արևոք բացիկները։ Կարող եք այնտեղ միասին նաև այցելել ձեր ընկերների ու ընտանիքների հետ, գնել ամանորյա նվերներ եւ բնականաբար վայելել բացիկները համալրել արդեն նվերներին։ Այնպես որ այս գեղեցիկ բացիկները ամանորյա տրամադրությամբ նաև Big Christmas Market-ում։ Եվ քանի որ տոնական տրամադրությունը եւ տոներն էլ մոտենում են, ձեր արտաքին տեսքը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Դե Master Right-ն էլ պատրաստ է բոլոր տղամարդկանց դարձնել արագեղեցիկը։ Սա ամենակարևորն է, նախատոնական տրամադրությունը տոնական օրերին։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ եղեք ոճային ու գտեք ձեր ամանորի տաքուկ լուքերը հենց Դաֆնիում։ Այո, փորձեք այս ամենը լավ տրամադրության մեջ լինել ու չմոռանանք նաև այն ամենի մասին, ինչը կարող է ձեզ տալ հենց այդ տրամադրությունը։ Միանշանակ փոխելով նաև մարզումները եւ օրվա ընթացքում անպայման եղեք նաև մարզված եւ առողջ։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ չմոռանանք եւս մեկ անգամ հիշեցնել, որ ամենահայտաքիր նվերները կարող եք գտնել Big Christmas Market-ում, այնտեղ ներկայացված է նաև Իջևանի գինու գործարանը։ Այնպես որ այսօրվա համար այսքանն ենք նախատեսել ու չմոռանանք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։